Հայաստանը դիրքավորվում է որպես զբոսաշրջային խաչմերուկ, գրավիչ, անվտանգ, մրցունակ ու որակյալ տուրիստական ուղղություն։ Գործադիրը հաստատել է զբոսաշրջության զարգացման առաջիկա 5 տարվա ռազմավարական ծրագիրը։ Ուղենիշային փաստաթուղթ է պետական, համայնքային մարմինների համար, ինչպես նաև որը շատ ավելի կարևոր է բիզնեսի համար, հասկանալու թե որոնք են մեր թիրախային երկրները հաջորդող 5 տարիների համար, այսինքն որ երկրներում ենք մենք ավելի շատ էքսպոներ, ցուցահանդեսներ անելու, որ երկրներում ենք թվային մարքեթինգի գործիքներ կիրառելու եւ հետեւաբար որ երկրներից շատ զբոսաշրջիկներ ակնկալվում մեզ համար։ Ռազմավարությամբ նախատեսվում է, որ մինչև 2030 թվականը կունենանք ավելի քան 3 միլիոն ներգնա զբոսաշրջային այցելություններ, զբոսաշրջիկները մեր երկրում կծախսեն մոտ 3,8 միլիարդ դոլար, կստեղծվի 20,000 լրացուցիչ աշխատատեղ։ Համաշխարհային բանկի հետ համատեղ մենք ունենք ենթակառուցվածքների զարգացման 120 միլիոն եվրոանոց վարկային ծրագիր, որը կներդրվի 7 զբոսաշրջային կլաստերներում՝ Դիլիջանը, Գորիսը, Արենին, Եղեգիսը, Գյումրին։ Ծրագրով նախատեսված է զարգացման 3 հիմնական ուղղություն՝ մշակութային գաստրո, խոհանոց գինի եւ հայկական բրենդի եւ արկածային ներառյալ ձմեռային զբոսաշրջությունը։ Մեծ ներուժ ենք տեսնում նաև բժշկական զբոսաշրջության մեջ, մայր զբոսաշրջության մեջ եւ իհարկե էկո կամ ագրոտուրիզմում, գյուղական զբոսաշրջության մեջ։ Շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում նաև կրոնական զբոսաշրջությունը եւ Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր տարբեր երկրներից ուխտագնացության վայր որպես ներկայացնելու եւ դիրքավորելու եւ ինչու՞ չէ նոր զարգացող ուղղություններ կան զբոսաշրջության մեջ, ինչպիսին է օրինակ Հայաստանը որպես հարսանիքների երկիր կամ Հայաստանը որպես կինոարտադրության երկիր, ինչի առումով նաև պետական մի շարք խթանող ծրագրեր են ընդունվել։ Ռազմավարությամբ սահմանվել է զբոսաշրջության զարգացման տեսլականը, հիմնական գերակայություններն ու նպատակները։ Ռազմավարական փաստաթուղթը հիմք է հանդիսանում, որպեսզի օրինակ Տուրիզմի կոմիտեի նախագահի դերում իմ լինել կամ չլինելը չազդի հետագա 5 տարիների գործողությունների եւ որոշումներ կայացնելու վրա։ Ռազմավարությունը ոչ միայն պետության տեսլականն է սահմանում, նաև ուղենիշային է բիզնեսի համար։ Ռազմավարական փաստաթղթի մշակման ամբողջ ընթացքում քննարկել ենք ռազմավարական ուղղությունները խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, քննարկել ենք հասարակական կազմակերպությունների հետ, լսել ենք նրանց կարծիքը, որպեսզի մեր գործողությունները այնուամենայնիվ համահունչ լինեն բիզնեսի ակնկալիքներին։ Ռազմավարությունը կենդանի օրգանիզմ է եւ ծրագրերի իրականացման ընթացքում այն կարող է փոփոխությունների ենթարկվել, ընդգծում է զբոսաշրջության կոմիտեի նախագահը։ Հյուրեր Մկրտչյան, Արտոմիկ Խաչատրյան, լուրեր։